Ողջույն սիրելիներ։ Այսօր մենք սկսում ենք մի նոր եւ հուզիչ փուլ մեր ուսումնասիրությունների մեջ։ Մենք բացում ենք Աստվածաշնչի 4-րդ գիրքը, որը կոչվում է Թվոց։ Այս գիրքը մեզ պատմում է այն ճանապարհի մասին, որ անցավ Աստծո ժողովուրդը անապատով դեպի Խոստումի երկիրը։ Առաջին երկու գլուխներում մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստված պատվիրում Մովսեսին հաշվել ժողովրդին։ Գուցե հարցնեք, ինչու է Աստծուն պետք հաշվել նրանց։ Պատասխանը շատ գեղեցիկ է։ Աստված ուզում է ցույց տալ, որ իր համար յուրաքանչյուր մարդ կարևոր է։ Նա չէր տեսնում պարզապես մի մեծ բազմություն։ Նա տեսնում էր յուրաքանչյուր անհատին, յուրաքանչյուր ընտանիքին եւ յուրաքանչյուր ցեղին։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի հրաշալի պատկերը։ Հիսուսը ասեց Հովհաննեսի ավետարանում. «Ես եմ բարի հովիվը»։ Ինչպես հովիվը հաշվում է իր գառներին եւ գիտի նրանցից յուրաքանչյուրի անունը, այնպես էլ Հիսուսը գիտի մեր բոլորիս անունները։ Դուք Աստծո համար պարզապես մի թիվ չեք աշխարհի միլիարդավոր մարդկանց մեջ։ Նա գիտի ձեր անունը, ձեր կարիքները եւ ձեր սրտի փափագները։ Երկրորդ գլխում Թվոցի մենք տեսնում ենք, թե ինչպես էր անապատում ժողովուրդը բանակ դնում։ Բոլոր ցեղերը տեղավորվում են Խորանի շուրջը։ Աստծո ներկայությունը գտնվում էր հենց կենտրոնում։ Սա մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն։ Երբ Հիսուսը մեր կյանքի կենտրոնում է, ամեն ինչ իր տեղն է։ Մեր ընտանիքը, մեր աշխատանքը, մեր առօրյան դառնում է կազմակերպված եւ օգնված։ Երբ մենք կառուցում ենք մեր կյանքը Աստծո շուրջը։ Սիրելիներ, նույնիսկ եթե հիմա զգում եք, որ ձեր կյանքը նման է անապատի, հիշեք, Աստված ձեզ չի մոռացել։ Նա գիտի ձեր անունը, ձեր տեղը, նա գիտի ձեր կյանքը, ձեր ամեն ինչը։ Եկեք աղոթքով ավարտենք սերներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեզ անունով ես ծանոթ։ Շնորհակալ ենք, որ մենք թանկ ենք քո աչքում։ Խնդրում ենք եղիր մեր կյանքի կենտրոնում եւ առաջնորդիր մեզ մեր ամենօրյա ճանապարհին։ Ամեն։ Հարգագիններ, Աստված օգնի ձեզ։ Եթե ունեք ձեր կարծիքները, մտքերը մեկնաբանություններում կարող եք գրել, թե դուք ինչպես եք տեսնում Տեր Հիսուսին։ Թող Աստված օգնի եւ Սուրբ Հոգու շնորհը լինի ձեր ամեն մեկի հետ, ձեր ընտանիքներով հանդերձ։ Կհանդիպենք Թվոցի հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված թանկագին։